Հայաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները մի շարք ընդհանրություններ ունեն։ Նրանց բնորոշ է օրինակ արկածախնդրությունը։ Բազմաթիվ դեպքերով դա կարող եմ հաստատել։ Զելենսկիի իշխանությունը, ինչպես եւ Փաշինյանի իշխանությունը կարող էր խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից, եթե Մինսկ 2 պայմանավորվածություններից դուրս չգար, ստույգ շատ ավելի լավ վիճակում կլիներ Ուկրաինան, նա իր տարածքային ամբողջականությունը կպահպաներ, շատ ավելի նպաստավոր պայմաններով երկիր զարգացնելու հնարավորություն կունենար, նույնիսկ պատերազմի սկզբում, եթե Զելենսկին Ստամբուլյան պայմանավորվածություններին գնար, էլի Ուկրաինան չեզոք երկիր կլիներ, բայց այն տարածքային ամբողջականության շրջանակներում, որ կար 1991 թվին, բայց ինչպես Փաշինյանը Հայաստանի պարագայում, այնպես էլ Զելենսկին Ուկրաինայի պարագայում նրանց գլխավոր դաշնակիցը դարձավ արկածախնդրությունը, ինչի հետևանքով թե Հայաստանը, թե Ուկրաինան ներքաշվեցին մարդակուլ, մարդակործան պատերազմների մեջ, անվտանգային բազմաթիվ ռիսկերով, մարդկային անդառնալի կորուստներով, տարածքային կորուստներով։